շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք երկնքի արքայության ճանապարհը մարդու համար ինչպիսին է սկզբում եւ ինչպիսին է այսօր։ Իրականում Աստված մարդուն ստեղծեց հողից, դրեց դրախտում։ Դրախտը կես աստիճան մոտ էր երկնքին, 9 աստիճան հեռու էր երկրից եւ երկիրն էլ կես աստիճան մոտ է դժոխքին։ Մարդուն ինչ էր, Ադամին ինչ պետք է աներ, այդ կես աստիճանը պետք է հաղթահարեր մտներ երկինք, այսինքն մոտ էր դրել դրախտին, որ հեշտ լիներ Ադամին մի անգամից այդ կես աստիճանը մեկ պատվիրան հաղթելով մտներ երկինք։ Ադամը 6-րդ օրը արարվեց, իսկ հրեշտակները առաջին օրը արարվեցին։ Հրեշտակները իրենք բարձրանալու կարիք եւ տեղ չունեին։ Հրեշտակները ամեն մեկը իր դասում ստեղծված էր, 9 դաս հրեշտակներ էին եւ նրանք չպետք է բարձրանային։ Սերովբեն Սերովբեր, Քերովբեն Քերովբեր, Աթոր, Քերովբեկ, Սերովբեկ, այդ 9 դաս հրեշտակները իրանց տեղում պետք է մնային։ Ոչ մի բարձրանալու կարիք հնարավորություն չունեին հրեշտակները, ի տարբերություն մարդու, որովհետև հրեշտակները անմարմին են, իսկ մարդը մարմնավոր է։ Մարդը պետք է մի աստիճան բարձրանար։ Հիմա հասկանանք հրեշտակներն ինչ արեցին, մարդը ինչ արեց։ Հրեշտակները չար հրեշտակները ուզեցին բարձրանալ, բայց բարձրանալու փոխարեն ընկան դժոխքի չափ։ Իրենց տեղերից էլ զրկվեցին։ Թափուր տեղեր մնացին, դատարկ տեղեր մնացին երկնքում, հա։ Հրեշտակների անկյալ, ընկած հրեշտակների տեղերը թափուր մնացին, դատարկ մնացին։ Հրեշտակները ուզեցան մի անգամից բարձրանալ։ Բայց Աստված ասեց, ձեզ հնարավորություն չեմ տվել բարձրանալու, պետք չի, էլ ուր բարձրանալ, բարձրեք էլի։ Խոնարհ եղեք, հնազանդ եղեք, կապան։ Մարդն էլ ուզեց բարձրանալ առանց Աստծո։ Աստված ասել էր, չուտես, ուտես կմեռնես։ Ուտելով ուզեցավ ապրել, բայց չստացվեց։ Ուրեմն հրեշտակի սխալը կրկնեց մարդը։ Հպարտությունը հրեշտակած պարտություն է նշանակում, պարտվեց բարձրանալու, իրեն լավը համարելու անգամ անկյալ հրեշտակ սատանան ասաց Աստծուն հավասար պետք է լինեմ, բարձրանալու, իրեն Աստծուն հավասար դարձնելու մեղքը հրեշտակին վտարեց երկնքից, իջեցրեց դժոխք։ Հիմա մարդն էլ ուզեցավ բարձրանալ, բայց մարդն էլ իջավ դժոխք։ Բայց Քրիստոս եկավ, մարդկությունը հանեց դժոխքին, հրեշտակներին չհանեց։ Անկյալ հրեշտակները մնացին, որտեղ իրենք այդ հնարավորություն չունեն, բայց մարդիկ դուրս եկան դժոխքից։ Եվ Քրիստոս, երբ որ երկնքից խոնարհվում էր, այն նույն ճանապարհով գնաց, ինչ որ Ադամն էր գնացել։ Երկնքից դրախտ, դրախտից երկիր, երկրից դժոխք։ Տեսեք, քանի աստիճան անցավ Քրիստոս, նույն ճանապարհով, որով Ադամն էր գնացել։ Երկնքից դրախտ, դրախտից երկիր, երկրից դժոխք։ Ադամը դրախտից իջել էր երկիր, երկրից դժոխք էր իջել։ Քրիստոս նույն ճանապարհով գնաց եւ Ադամին հանեց երկինք։ Այսինքն, այս ամբողջ փրկagorցության խորհուրդը Քրիստոս մեզ սովորեցրեց, որ դուք միանգամից չեք կարող բարձրանալ։ Ադամը սխալը գործել է, Ադամի որդիներն եք դուք, ինչպես Քրիստոս Ադամի հետ, Ադամի նման, Ադամի մարմնով խոնարհվեց երկինք, երկնքից երկիր իջավ, մեր նման մարմին առավ, մեր մեղքերի համար չարչարվեց, այդպես էլ դուք պետք է խոնարհվեք, որ բարձրանաք։ Սատանայի նման մի անգամից չեք կարող բարձրանալ, եթե մի անգամից եք ուզում բարձրանալ, դժոխք եք գնալու։ Պետք է խոնարհվեք անպայման։ Այդ է փրկagorցության ճանապարհը, ով որ խոնարհվի, նա կբարձրանա, ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Հիմա նույնն էլ մեր կյանքում է։ Երբ որ մենք մեր մեղավորությունը զգում ենք, երբ որ մենք ուզում ենք Տիրոջ առջև խոնարհվել, հեզ ենք, համեստ ենք, չենք դատում, չենք բարկանում, հա։ Մենք մեզ երբ որ մեղավոր ենք համարում, ուրիշներին էլ չենք դատում, բայց երբ որ մենք մեզ արդար ենք համարում, ասում ենք, ես լավ եմ, եսի վատն եմ։ Ուրեմն չենք ուզում խոնարհվենք, որ բարձրանանք, ուզում ենք մենք բարձր ենք, ելի խոնարհվենք։ Բարձր մարդը ընկնում կոտրվում է,
Խոնար մարդը հողի վրա, հողին հավասար մարդը որտեղ ընկնի, տեղ չունի ընկերն, ընկած արդեն, էլ չի կոտրվում։ Դավիթ մարգարեն ասում էր ես որդի եմ եւ ոչ թե մարդ։ Աբրահամն ասում էր ես հող եմ ու մոխիր, որ Աստծո հետ եմ խոսում։ Եթե Դավիթը իրեն որդի էր համարում, Աբրահամը հող ու մոխիր էր համարում, որդին ինչը հողի մոխիրի մեջ է, ընկնելու տեղ չունի։ Խոնալ մարդը ի բարձրանա։ Հպարտ մարդ պետք է ընկնի։ Ուրեմն մենք պետք է նստենք, գնահատենք, հասկանանք, մենք ուզում ենք բարձրանալ, թե ուզում ենք ընկնել։ Եթե ուզում ենք բարձրանալ, պետք է խոնարհվենք։ Զսպանակը տեսել եք, սխվում ես, ինչքան շատ սխում ես, ինչքան շատ սխում ես, այնքան ուժեղ հակառակ ազդեցությունը կտակ բարձրանա վերև։ Հա? Այդպես էլ ինչքան մենք խոնարհվենք, այնքան ավելի կբարձրանանք։ Ամեն։